Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է ընտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ, ողջունում եմ պարոն Հակոբյան։ Երևի մեր քննարկումը սկսենք Թրամփի, ուրեմն այդ տարիֆների պատերազմից, եթե կարելի է այդպես անվանել, որովհետեւ Թրամփը փաստորեն աննախադեպ բարձրացրեց այդ տարիֆները համարյա բոլոր երկրների նկատմամբ, որոշ երկրներից եղան հակազդեցություններ, որոշ երկրներ հերթագրվեցին նրա հետ հանդիպելու եւ այս հարցը բանակցելու համար, եւ հետաքրքիր է, որ Թրամփը անթաքույց ներկայացնում էր իր ուրախությունը, որ այս այդ երկրները գալու են եւ իրեն խնդրեն, որպեսզի այլ բանաձև լինի։ Ինչի ասա բերելու, ինչ զարգացումներ կարող ասա բերել, ինչպիսի վերաբերմունք կա սրան ԱՄՆ-ում հենց եւ ինչպիսի վերաբերմունք կա այս ամենին միջազգային հանրության կողմից։ Սկսենք ԱՄՆ-ից, ԱՄՆ-ում այս ամենին կա հակասական վերաբերմունք եւ ԱՄՆ-ում հենց գործող ինստիտուցիոնալ միավորները, ֆինանսական միավորները, բորսան, մասնավորապես արձագանքեց, որը բացասական էր, եւ այդ բացասական արձագանքը առավել եւս արձանագրվեց ֆինանսական պարտատոմսերի, ԱՄՆ պարտատոմսերի շրջանակում, այսինքն տոկոսադրույքը բարձրացավ եւ վտանգ էր սպառնում, որ կսկսի ռեցեսիա, որը կարող վերածվի ավելի լուրջ ճգնաժամի։ Եվ այստեղ կարևոր մի բան, այն պահին, երբ որ Թրամփը հայտարարեց, որ ամբողջ աշխարհի նկատմամբ ինքը փաստացի ամբողջ աշխարհի կարևոր, այսպես ասած, երկրների նշանակություն ունեցող առևտրային իմաստով երկրների նկատմամբ ինքը բարձրացնում է տարիֆները եւ ինչպես ինքը ասաց օրինակ Եվրոմիության մասով, որ ինքը չի ակնկալում, որովհետեւ Եվրոմիությունը առաջնային արձագանքը եղավ, եկեք 0-0 անենք, այսինքն գնանք ազատ առևտրի։ Որ ինքը չի ակնկալում 0-0 հարաբերություններ Եվրոմիության հետ, օրինակ, որովհետեւ Եվրոմիությունը հերթական անգամ ինքը նշեց ստեղծվել է նրա համար, որ Ամերիկայի համար դժվարություններ առաջացնի եւ Ամերիկան օգտագործի, եւ տասնամյակներ շարունակ Եվրոմիությունը Ամերիկան օգտագործել է այն պարագան, երբ որ Ամերիկան ապահովել է Եվրոմիության անվտանգությունը ՆԱՏՕ-ի միջոցով եւ վճարումներ արել է Ամերիկան, դա արդար չի եւ Եվրոմիության հետ հարաբերությունները այսօրվա մասին չի միայն, եւ անգամ վաղվա մասին չի միայն, այլ անցյալի մասին էլ եւս է, եւ Եվրոմիությունը պետք է իր պարտքերը վճարի եւ այդ պարագայում մենք սկսենք արդեն նոր առևտրային ձևաչափի ձևավորումը։ Այսինքն շատ կոշտ դիրքորոշումներ էր ցույց տալիս Թրամփը այն պահին, երբ որ ինքը բան արեց, այդ տարիֆները կիրառեց, որին Եվրոմիությունը արձագանքեց, որ իրանք էլ այդ դեպքում իրանք էլ համարժեք սկսելու են տարիֆային քաղաքականություն ԱՄՆ ապրանքների նկատմամբ։ Եվ այստեղ եղավ այն, ինչ որ ես արդեն ասացի, շատ հետաքրքիր բան, երբ որ պարտատոմսերը եւ արժութային շուկան բացասական արձագանք տվեց այս Թրամփի արարածին, բառացիորեն մյուս օրը Թրամփը ասեց, որ ինքը կասեցնում է 90 օրով այդ տարիֆների կիրառումը ամբողջ աշխարհի համար բացի Չինաստանից։ Ամբողջ աշխարհի համար բացի Չինաստանից։ Հիմա սա նույնպես անորոշություն առաջացրեց, բայց ֆինանսական շուկայում իրավիճակը շտկվեց։ Հիմա բայց ինչ է նշանակում բացի Չինաստանից։ Եկեք սա մի քիչ քննարկենք, որովհետև կարծում սա կարևոր է։ Սկսենք նայած, որ Չինաստանը կոշտ արձագանքեց Թրամփի դրած տարիֆներին եւ այս պահով վերջին պահին բաները, այսպես ասած, մաքսադրույքերը հետեւյալն են։ ԱՄՆ-ն 145%, Չինաստանի նկատմամբ, Չինաստանը 125% ԱՄՆ-ի նկատմամբ եւ չինական կողմը հայտարարեց, որ այլևս ինքը բարձր չգնալու է, նույնիսկ եթե ԱՄՆ-ն բարձրացնի այդ 145%, որտեղ դա արդեն անլուրջ է։ Այսինքն անլուրջ այն տեսակետից, որ արդեն այդ տարիֆային սանդղակի վրա առևտուրը այլևս չի լինելու, փաստացի։
Եվ չինացիք ասեցին, որ իրանք չեն նահանջելու, որ իրանք կանգնելու են կոշտ եւ սկսելու են հարաբերությունները այլ աշխարհի մնացած կարևոր երկրների հետ եւ դրա դրսեւորումներից մեկը այդ ընթացքում Իսպանիայի վարչապետի ներկայացումն էր Չինաստանը, որտեղ քննարկվում էր Եվրամիություն Չինաստան ընդհանուր դիրքորոշման ձևավորումը հակընդդեմ ԱՄՆ-ի։ Ես կարծում եմ, որ եւ ներքին արձագանքները Ամերիկայի ֆինանսական շուկաներում եւ դիտարկումները, որ անում են Թրամփյան վարչակարգում, բերեցին հետեւյալ կետին, որ ԱՄՆ-ն իր զորությամբ հանդերձ չի կարող միայնակ հակադարձել մնացած ամբողջ աշխարհին։ Չի կարող, ինքը այդ ներուժը չունի։ Եվ այն պարագայում, եթե Եվրամիությունը օրինակ Չինաստանը, Հարավ-Արևելյան Ասիայի մյուս երկրները, ներառյալ Հնդկաստանը, միաբանվեն եւ ընդհանուր գործողությունների ծրագիր մշակեն ԱՄՆ-ին արձագանքելու, կոշտ արձագանքելու պարագայում ԱՄՆ-ն կլինի առաջին տուժողը։ Ես կարծում եմ դա հասկանալի եղավ, Թրամփյան են առաջին մոտեցումը, որ ինչպես դուք ասիք, հեսա շարվելու են, գալու են, նա ավելի կոպիտ արտահայտություններ արեց, որ մարմնի սեսկամեն մասերը համբուրելու են եւ այլն, հասկացան, որ դա չի աշխատում, որ դա իրականում վտանգավոր է, մտնել առևտրային պատերազմի մեջ ամբողջ աշխարհի հետ, դա վտանգավոր է, եւ այստեղ ես կարծում եմ եղավ նոր ձևաչափի ձևավորման քայլ, այսինքն Թրամփը պատրաստ է մնացած աշխարհի հետ քննարկումներ ունենալ, այդ թվում Եվրամիության հետ եւ առաջին հերթին Եվրամիության հետ, պայմանով, որ նրանք ընդհանուր մոտեցման կգան Չինաստանի դեմ։ Հիմա ինչա կատարվում։ Մենք եկեք հասկանանք հետեւյալը, որ Չինաստանը փաստացի այսօր աշխարհում ամենամեծ արտադրություն ունեցող երկիրն է։ Ամենամեծ արտադրություն ունեցող երկիրն է։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ամենամեծ սպառում ունեցող երկրներն են։ Եվ Չինաստանի համար փաստացի խիստ կարևոր է, որ ինքը իր արտադրությունը կարողանա տանել սպառման շուկաներ։ Երբ որ ԱՄՆ-ն փակում է իր շուկան եւ պատկերացրեք, Եվրամիության հետ համաձայնության է գալիս եւ Եվրամիությունն էլ է նույն մոտեցումը արտահայտում Չինաստանի նկատմամբ, որովհետեւ Չինաստանը նույնպես Եվրամիության հետ ունի առևտրային լրջագույն դրական բալանս։ Եվ այդ համաձայնությունը գալիս են արևմտյան մյուս, այսպես ասած, արևմտյան երկրների մյուս ասիական պետությունների հետ, մասնավորապես Ճապոնիա, Հարավային Կորեա եւ այլն, ապա Չինաստանը հայտնվում է շատ ծանր վիճակում։ Ինչքան էլ Չինաստանը զորեղ պետություն լինի, ինչքան ներուժ հավաքած լինի, այնուամենայնիվ նա իր արտադրությունը միտեղ պիտի սպառի։ Հələ դրան ավելացնենք, որ հանկարծ Հնդկաստանը մտնի իր շարքի մեջ, որովհետև հայտնի է, որ Հնդկաստանը Չինաստանի հետ ունեն վաղուցվա մրցակցային, եթե չասենք հակառակորդների հարաբերություններ։ Ճիշտ է, BRICS-ի շրջանակում դա որոշակիորեն մեղմվել է ոնց որ թե, բայց այնուամենայնիվ դա մնում է դեռևս խիստ մրցակցային։ Այսինքն Հնդկաստանը հավակնում է, որ ինքը գերպետություն է եւ կարող է մրցակցի Չինաստանի հետ աշխարհով մեկ այդ թվում տարածաշրջանում։ Չինաստանը շատ ծանր վիճակում կարող է հայտնվել, կուտակած ռեզերվային ռեսուրսներ կարող է չբավականացնել, որտեղ սպառման շուկա պետք է լինի։ Չինաստանը ինքը որպես երկիր, սպառող երկիր չի փաստացի այն ծավալների համար, որ ինքը արտադրում է։ Եվ հետևաբար հիմա գնալու է այդ ծանր վիճակում ընկած Չինաստանի գործողությունը։ Հիմա տեսեք հետևաբար ինչ, հետևաբար հետևյալը, այս շրջանակում, այս իրավիճակում բանակցային առավելություն ստանում են մյուս երկրները, ոչ թե Չինաստանը եւ ԱՄՆ-ն, այլ մյուս երկրները, օրինակ Եվրամիությունը, որտեղ ում կողմը բռնի օրինակ Եվրամիությունը, ում հետ հարմար ավելի պայմանավորվածություն ունենա, նա այս մարտադաշտում կունենա համեմատաբար ավելի լավ դիրքեր։ Այնպես որ զարգացումները կարծում եմ այնքան միարժեք չի, այն հավակնությունները, որ Թրամփը եւ իր վարչակարգը ուներ, որ հեսա կգան եւ մենք կորոշենք իրանք կանեն, դա չի աշխատում եւ դա չի կարող աշխատել եւ կարծում եմ այստեղ շատ կարեւորվելու է արևմտյան, այսպես ասած, դաշնակցային նախկինում գործող, որտեղ հիմա դա բավականաչափ խարխլվել է։
նախկինում գործող հարաբերությունների վերականգնում։ Եվ այստեղ Եվրամիության այդ թվում ինչպես է բացի Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, հարավ-արևելյան Ասիայի կամ հեռավոր արևելքի մի շարք երկրների համար ստեղծվում է խաղարկման ճկունության տեղ։ Իմիջիալս ճկունություն բառը օգտագործեց, երբ որ Թրամփին մյուս օրը հարցրեցին, բայց երեք ասեցիր, սենց ենք անում, այդ տարիֆները դնելու ենք եւ բոլորին բան անենք, խեղճացնենք, այսօր դու ասեցնում ես 90 օրով, այդ ո՞նց է։ Ինքը շատ հետաքրքիր պատասխան տվեց, ասես պետքա ճկուն լինել։ Եթե դու ուզում ես պատի մեջով անցնես, կարող է գնաս եւ ուղիղ փորձես անցնել, բայց եթե դա չի ստացվում, կարաս ներքևով անցնես, կարաս վերևով անցնես, կողքով անցնես, պետքա ճկուն լինել։ Սա է կոշտ Թրամփի արձագանքը այն իրավիճակին, որը առաջացավ իր գործողությունների արդյունքում։ Հիմա այստեղ մի բան եմ ուզում ասել, շատ հետաքրքիր դիրքորոշում արտահայտեց Սինգապուրի վարչապետը։ Նա երկու ելույթ ունեցավ, ընդհանուր հանրագումարի բերեմ ասածները, ասածը հետևյալն էր, որ աշխարհակարգը փոխվել է։ Այն առևտրային հարաբերությունները, որ կային աշխարհում, որը կարգավորվում էր ԱՀԿ-ի կողմից, Արևտրի համաշխարհային կազմակերպության կողմից, այդ աշխարհակարգը այլևս չկա։ Հարաբերությունները դառնում են երկկողմ, հիմնականում ԱՄՆ-ի այս նախաձեռնության ընթացքում բազմակողմանի կառավարումը առևտրային այս բանին չի գործում եւ պետքա առավել եւս փոքր երկրները հաշվի առնեն դա։ Օրինակ Սինգապուրը իր ասելով մենք կարող ենք մնալ եւ ճզմվել այս մեծերի կռվի շրջանակում։ Եվ այստեղ մենք մի ընդամենը հնարավորություն ունենք ներքին կոնսոլիդացիան։ Մենք պետք է կարողանանք ներքին կոնսոլիդացիանել մեր բոլոր ռեզերվները կուտակել եւ դառնալ եւ փորձել դառնալ գործոն, որը հետաքրքիր կլինի, որի հետ կուզենան երկկողմ կամ մի քանի կողմի հետ միասին համագործակցել։ Այսինքն Սինգապուրի վարչապետը տալիս է այն բանաձևը, որով պետք է իմ կարծիքով շարժվեն փոքր երկրները։ Օրինակ Հայաստանի նման երկիր, իսկ Հայաստանի նման երկիրը ինչ է անում, ոնց որ այդ ամեն ինչ որ աշխարհում կատարվում է, մեզ չի վերաբերվում։ Որևէ քննարկում դրա շուրջ Հայաստանում պետական, ոչ պետական կոչվող միավորներում չի երևում։ Չի երևում։ Ես հեսա կանրադառնամ, թե ինչով է Հայաստանը զբաղված։ Զբաղված է օրինակ Գյումրիում ով է քաղաքապետ դառնալու, որն է անդիմադիր, որը անդիմադիր չի, ով կխափի, ով կգցի։ Շատ մանր է ամեն ինչը եւ մանր էլ պետքա լինի, որտեղ նպատակներն են մանր այսօրվա գործող իշխանություններին։ Տեսեք, մենք անցանք Հայաստանին սահուն, բայց Հայաստանում բացի այդ խնդիրներից, որ դուք եք ասում, որ իշխանությունը փաստորեն ըստ ձեզ adekvat չի անդրադառնում այն մարտահրավերներին, որոնք ռեալ կան մեր շուրջը։ Թրամփի մեկ հայտարարություն կապված նրա Իրանին հարվածելու հետ մեր տարածաշրջանի նկատմամբ այսպես նոր մտահոգվելու առիթ տվեց, որովհետև նման պատերազմը բոլորն էլ հասկանում են, որ հղի է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հնարավորությամբ, որովհետև երբ որ մեծերը կռվում են, այնտեղ փոքր այդ աղմուկի մեջ ինչ որ Սյունիքի վրա հարձակվել կամ որևէ ուրիշ քայլ անել, կարող է աննկատելի լինել։ Ինչպես եք բացատրում այսպես կոչված հայ-իրանական այդ զորավարժությունները, որոնք կոչվեցին հայ-իրանական, չնայած հայկական կողմում է անում, Իրանը իրանական կողմում։ Ես այդպիսի բան չեմ հիշում, որովհետև զորավարժությունը ընդհանրապես համագործակցելու փորձ է, էլի, այսպես որ տարբեր զորքեր, տարբեր երկրների զորքեր իրար հետ կարողանան համակցել իրանց համակարգերը եւ համապատեղ աշխատել։ Տեսեք, սկսենք նրանից, որ Թրամփի սպառնալիքը, որ Իրանին կխփի, դրա մասին մենք խոսել ենք եւ կարելի է խոսել, որ իրանական կողմն դրան կոշտ արձագանքել է, որ խփես մենք կպատասխանենք եւ կպատասխանենք համարժեք եւ
միաժամանակ Իրանը բոլոր վերապահումներով հանդերձ այն երկիրը չի, որը կարելի է այտենց մատերի շարժումով արագ խեղճացնել եւ դա շատ լուրջ հետևանքներ կարող բերի, մասնավորապես եթե Իրանին ուզում են հաղթել, ասենք ասենք, դա պետք է իր հետևից ունենա նաեւ ցամաքային գործողություն, իսկ ցամաքային գործողություն Իրանի դեմ, ես ենթադրում եմ, պատկերացվում է, թե դա ինչ լուրջ խնդիր է եւ ինչ անորոշ է բոլորի համար, ոչ միայն տարածաշրջանի աշխարհի համար։ Դա մեկ, բայց մյուս կողմից մոտորերս Ամերիկա Թրամփի բանագնաց Վիտկոֆը հանդիպում է ունենալու իրանական կողմի հետ եւ այդ հանդիպումը լինելու է քննարկում այս իրավիճակից դուրս գալու համար։ Իրանական կողմը հերթական անգամ ասել է, որ ինքը, ինչպես եւ Թրամփն է ասում, ինքը բնականաբար նախապատվությունը տալիս է բանակցային լուծումների եւ նախապատվությունը տալիս է փոխադարձ համաձայնության, բայց դա պետք է լինի, ինչպես նույն իրանցիք ասում են, քան եթե Թրամփը շարժվում է ԱՄՆ-ի շահերից, ապա Իրանի ներկայացուցիչները պետք է շարժվեն Իրանի շահերից եւ այդ շահերը պետք է փորձել համադրել։ Հիմա չտապենք, տեսնենք ինչ կլինի, բայց հերթական անգամ ասեն, որ կոշտ հայտարարությունները ոնց որ հենց նույն Թրամփն է ասում, երբ որ ունենում են կոշտ արձագանք, Թրամփը գնում է ճկունության։ Ինչպես եւ ասեցի, այս տարիֆների մասով, այնպես ես կարծում եմ, Իրանի մասով էլ կգնան ճկունության, չնայած Իսրայելի խորը հետևողական ջանքերին ԱՄՆ-ին ներգրավել Իրանի հետ անմիջական ռազմական բախման մեջ։ Եվ դա հերթական անգամ Նեթանյահուն, երբ որ ես մի քանի օր առաջ գտնում էր ԱՄՆ-ում, դրա մասին խոսվեց։ Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին եւ այս զորավարությունները ամեն մեկը իր տարածքում է անում եւ նույնիսկ օրերի տարբերություն կա, մի օրվա տարբերություն կա, այնպես որ դա այնքան էլ համատեղ զորավարություններ չեն, բայց այնուամենայնիվ կա որոշակի համակարգում, որովհետեւ երկու կողմից, այսպես ասած, Սյունիքի եզրի, հա, այդ սահմանի մասով անվտանգային համատեղ նպատակներ կան զորավարությունների մեջ, դրանով երկկողմ զորավարությունն են դիտարկվում, բայց այստեղ իրանական կողմի հերթական դիրքորոշումը, որ նրանք որևէ կերպ չեն համաձայնվելու եւ չեն համաձայնվում առ այս պահը, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք իրականացվի։ Եվ Սյունիքի շուրջ գնում է այսպես բաների, տարբեր շահառուների, տարբեր երկրների արտահայտություններ, մեկնաբանություններ, դիրքորոշումների բացահայտումներ, մասնավորապես օրինակ հերթական անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Զախարովան ասաց հետևյալը, որ մենք այնուամենայնիվ Սյունիքում, որը կարևոր տարածաշրջանային նշանակություն ունի, դնել ենք գլխավոր հյուպատոսություն։ Եվ երբ որ իրեն հարց են տալիս, երբ ասում դե մենք պայմանավորվել ենք, որ դա կլինի մոտակա ժամանակներս, այդ բավականաչափ երկար ժամանակ է դա խոսվում է։ Հիմա եթե հայկական կողմը ներկայացնողները Ռուսաստանին հերթական անգամ զիջում են ուզում անել, ապա դա լինելու է։ Եվ ամեն ինչ, այդ թվում կոմունիկացիաները, ռուսական ներկայությունը այնտեղ կարևոր կլինի, եւ դա ամեն ինչը պետքա բխի 2022 թվականների հայտարարությունները սկսած նոյեմբերի 9-10-ի, այսինքն կապիտուլյացիոն հայտարարությունները, ասենք Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում այդ նոյեմբերի 9-10-ի այդ հայտարարության 9-րդ կետից, որտեղ պետքա լինի միջանցք արտատարածքային ճանապարհ վերահսկվող ռուսական սահմանապահ զորքերի կողմից։ Դրան անդրադարձել է նաև Ալիևը, այս վերջերս մի քանի օր առաջ, 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, Բաքվում եւ Ղարաբաղում իրականացվող ֆորումի շրջանակում մասնավորապես ասելով, որ միջին միջանցքը գոյություն ունի, այսինքն եվրոպացիները անդադ խոսում են միջին միջանցքի մասին, ես վերջերս գնացել են Միջին Ասիա եւ փորձում են Միջին Ասիայով միջին միջանցքով դուրս գալ դեպի Եվրոպա, միջին միջանցքը ասում գոյություն ունի, մենք ճանապարհ ունենք դեպի Թուրքիա, Վրաստանով։ Ինչ են անպայման ուզում Հայաստանով լինի, եթե Հայաստանը չի ուզում, որ իր տարածքով լինի, որտեղ Զանգեզուրի միջանցքին դեմ է։ Մենք հիմա
Վրաստանում ունենք մի հատ Իրանով ենք անելու, հյուսիս-հարավն է Ռուսաստանի հետ ենք անելու, Իրանով, այսինքն Հայաստանին մենք իզոլացնելու ենք, եթե Հայաստանը չի համաձայնում Միջանցքի փաստացի չի համաձայնում, ասացի իմաստը դեր Միջանցքի մեր պայմաններին։ Էլ չասեմ, որ նա խոսում է հերթական անգամ սահմանադրության փոփոխությունների մասին, խոսում է Մինսկի խմբի չեղարկման մասին եւ ասում է նախապայմանների հայտնի նախապայմաններ եւ ասում է, որ մենք որևէ թուղթ չենք ստորագրի, մինչեւ դա այդ հարցերը չլուծվեն։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Սյունիք, նորից, այդ իմ ասացի շրջանակում, այսինքն Սյունիքը տեսանելիորեն կարևորվում է, դա նշանակում է, որ լարումներ կան Սյունիքի շուրջը միջազգայինորեն եւ տարածաշրջանային եւ այդ իմաստով մենք որպես հայության եւ հայկականության ներկայացուցիչներ պետք է զգոն լինենք, որովհետեւ ինչպես եւ դուք ասացիք, Իրանի շուրջ այնուամենայնիվ լարումը կա եւ այդ լարումը կարա բերի ռազմական գործողությունների, որը անպայման միարժեք անդրադառնալու է Հայաստանի վրա։ Մի բան էլ հայկական, այսպես ասած, օրակարգից ասեմ, հետեւյալը, որ շատ հետաքրքիր է, որ հայկական ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարար, ներկայացողը եւ ազգային ժողովի փոխոսնակ ներկայացողը Թուրքիայում են եւ ղլաչ, այսպես ասած, թուրքական գործիչ կա, որի հետ հայկական կողմի ներկայացուցիչը քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումը, ղլաչը մի քանի րոպեանոց խոսք է ասում, բանին, լրագրողին, շատ հետաքրքիր խոսք է ասում։ Առաջինը ասում է, հարցը այսպեսին է, բանակցությունները ո՞նց են ընթանում, ասում է, մի րոպե։ Տղա ջան, ի՞նչ բանակցություններ։ Հայ-թուրքական բանակցություններ գոյություն չունի։ Նույնիսկ քննարկումներ չկան կանոնակարգման վերաբերյալ, մենք առաջի շատ զգույշ քայլերն են, փոքր զգույշ քայլերն են անում, որովհետեւ վստահություն լինի, հա, ինչ կամուրջ բացենք, սա անենք, նա անենք, շատ բան քայլեր են անում եւ անդրադառնում է անսպասելիորեն հայկական Հայաստանի սահմանադրության փոփոխությանը, ասելով դե հայկական կողմը խոստացել է, չէ՞, հանձն է առել ձեր վարչապետը։ Ասում անախիվարար, որ դա ներքին գործն է Հայաստան։ Դա ասում է անպայման, ասում է դա միայն դա անպայման ներքին գործ, բայց հանձն է առել, չէ՞, վարչապետը որ կփոխի։ Անկեն այդ փոփոխությունը ոչ միայն Ադրբեջանին է վերաբերվում, այսպես կոչված բանի Արցախի հետ կապված հարցով, այլ վերաբերում է բնականon նաև ցեղասպանության, այսինքն թուրքական կողմն էր սպասվում է, որ ցեղասպանության հետ կապված բոլոր մեր խոսույթը անգամ մեր սահմանադրական դրույթներից դուրս գան։ Այսինքն բազմաթիվ անգամ ասել ենք եւ շարունակում եմ ասել, գործող իշխանական համակարգը ունի երկու նպատակ եւ գործող վարչակարգը այդ իշխանական համակարգի շրջանակում ունի երկու նպատակ. հայկական հարցի փակում, որը նույն սահմանադրության ձևաչափում փորձելու են անել, եւ իրանց իշխանության հարատևում։ Ուրիշ խնդիր չունեն։ Եվ իշխանության հարատևման համատեքստում ֆլյուգերային են, հիմա մայիսի 9-ին կգնան Մոսկվա, խոսք կա, որ կարող է եռակողմ հանդիպում լինի Պուտինի խավորությամբ, հա, Ալիև Փաշինյան, կարող է չլինի, դա կախված է թե այդ ֆլյուգերը դեպի Ռուսաստան այս պահին, նաև կախված է Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունների զարգացումներից, այդ ֆլյուգերը դեպի Ռուսաստան ինչքան կպտտվի։ Որ պատտվի շատ, այդ դեպքում խավոր կլինի Պուտինը եւ շարունակությունը արդեն մեզ հայտնի է։ Այնպես որ այն կեցված կեսօր ինչ որ հայ հասարակությունը կամ չգիտեմ ինչպես անունամ հայ կոչվող ժողովուրդը ցույց է տալիս համարժեք չի այն վտանգներին, համարժեք չի այն մարտահրավերներին, որի առաջ մենք կանգնած ենք։ Ես ստիպված եմ հերթական անգամ ասել հետեւյալը. Հայաստանում 35 տարուց ավել է իշխում է որոշակի իշխանական համակարգ, տիրում է Հայաստանը իշխանական համակարգ, որը իր էությամբ ապազգային է, հակապետական է, կորպորատիվ է, եւ սպասարկում է օտարի շահերը։ Այդ իշխանական համակարգը այս ընթացքում մեծ հաշվով ունեցել է 4 մեծ վարչակարգեր։ Առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան։ Եվ այսօր այդ իշխանական համակարգում վկա Գյումրիի դեպքերը, Գյումրի ընտրություն կոչված այդ միջոցառումը, այս իշխանական համակարգում ներքին պայքարը ընթանում թե ով է մյուս փուլում Հայաստանը տիրելու, բայց իշխանական համակարգից դուրս
ապա համակարգային ուժեր չեն մասնակցում այս ամեն ինչին, որտեղ շատ թույլ են եւ մարգինալ են ինչ-որ իմաստով, լուսանցքային են։ Իրանք իրար մեջ որոշում են եւ այդ այսպես ասած պայքարը, որը բոլոր հայտնի գործիքներով իրականացվում է, բացասական հայտնի գործիքներով իրականացվում է, ներ համակարգային կռվում, բոլորը ասում են, այս մեկը համակարգից է, մյուսը բանա, ընդդիմադիր է, այն մյուսը լավ, ինչքան կարելի է նույն փոսխի վրա կանգնել, ինչքան կարելի է քեզ դնել ծիծաղելի վիճակի մեջ, չկա ներ համակարգային պայքարում համընդհանուր ընդդիմություն, բոլորը համակարգի շահերն են հետամուտ լինում, խնդիրը նա թե ով է իշխելու։ Շատ լավ եւ եկեք հաղորդման վերջում նորից վերադառնանք գլոբալ թեմաներին, ռուս-ուկրաինական պատերազմին եւ նաեւ Ամերիկայի նախագահի ներկայացուցիչի հանդիպումը Պուտինի հետ տեղի ունեցավ, չգիտեմ որևէ տեղեկություն ունեք այդ մասին թե ոչ, ընդհանրապես ինչ է կատարվում այս ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում եւ ինչ զարգացումներ են սպասվում։ Տեսեք, երեք նախագահի բանագնաց Ուիտկոֆը, որը այդ հանդիպումից հետո, ինչպես եւ ասացի, պետք է գնա նաեւ իրանական կողմի հետ հանդիպման եւ ամերիկյան Իրանի հարցերի բանագնացն է ինքը, Ատլանտիկ կողմից նշանակված։ Երեք բավականաչափ երկար 4 լուրը այդպեսին է, 4.5 ժամ հանդիպում է ունեցել Պուտինի հետ եւ հանդիպան արդյունքների մասին առ այս պահը մենք խոսում ենք փաստորեն շաբաթ օրը, հանդիպումը եղել է 3 ուրբաթ օրը, առ այս պահը որևէ պաշտոնական լուր չկա, բայց եթե ելնենք այն մոտեցումներից, որոնք արտահայտվել է եւ ռուսական կողմի եւ ամերիկյան կողմի բանում քննարկումների ժամանակ, այսպեսին է, մասնավորապես եւ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտնեց իր, այսպես ասենք, դժգոհությունը առ այն, որ ռուսական կողմը ձգձգում է եւ փաստացի իրական դեպի զինադադար քայլեր չի անում եւ Թրամփի նորից ասենք դժգոհությունը, որ ռմբակոծությունները շարունակվում են ուկրաինական կողմի, ինքը ասում է երկկողմ, բայց հիմնականում ուկրաինական կողմ կատաղի ռմբակոծությունները ասում է եւ ասում եմ չեմ հասկանում ինչի է դա այդպես պետքա չլինի եւ ռուսական կողմի վերապահումները առ այն որ պետքա նախապայման այնպեսին լինի որ ռուսական կողմի շահը բավարարվի իսկ որն է ռուսական կողմի շահը հիշեցնենք որ ամենասկզբից 22 թվականին երբ որ սկսվում էր այս ամեն ինչը դա դենացիֆիկացիաներ եւ դեմիլիտարիզացիաներ Ուկրաինայի այսինքն ամբողջական Ուկրաինայի գրավումը Հիմա ամբողջական Ուկրաինայի գրավում ոնց որ թե չի ստացվում, առնվազն Ուկրաինայի հիմնական մասը մնալ է ռուսական ենթադրաբար, մնալ է ռուսական ազդեցությունից դուրս, եթե պատերազմը շարունակվի, կարող է եւ ավելի վատ լինի Ռուսաստանի համար, բայց դա հիմա չքննարկենք, բայց այնուամենայնիվ, որ այնտեղ պետքա օտարազգի զորքեր չլինեն, մասնապես եվրոպական զորքեր չլինեն Ռուսաստանի նախապայմաններից, վերահսկողությունը զինադադարի պետքա հասկանալ թե ինչպես է լինի, որ տարածքներն են ում մնալու Եվ այլն, եւ ի վերջո, որ Զելենսկին ինքը լեգիտիմ չի, մենք Զելենսկու հետ խոսելու բան չունենք, թող ընտրություններ լինի, որ այդ ամեն ինչը նյարդայնացնում է ամերիկյան կողմին։ Եվ հիմա թե ինչ եզրահանգման կգան, դժվար է ասել, բայց այս պահին կսպասենք լուրերից վերջի հանդիպումից, եւ ըստ դրա կերևա համենայն դեպս ռուսական կողմի հիմնական պահանջներից մեկն է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի այն տարածքներից, որը Ռուսաստանը այսօր վերահսկում է եւ համարում է Ռուսաստանի մաս։ Սրան կոշտ արձագանքում է Եվրամիությունը, հերթական համաժողովն է եղել Եվրամիությունում Ուկրաինայի աջակցությամբ, որտեղ պայմանավորվել է, որ 20 միլիարդ եվրոյից ավել ռազմական եւ այլ աջակցություն է ցուցադրվելու Ուկրաինային կրկին, 24, եթե չեմ սխալվում թիվը, եւ բանը Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հերթական անգամ վերցրին իրենց վրա պարտավորություն, այսինքն հանձնառություն, որ զորք կտեղադրեն Ուկրաինայում, որպեսզի ապահովեն Ուկրաինայի անվտանգությունը։ Եվ Եվրամիությունը չի նահանջում իր դիրքորոշումներից, որ Ուկրաինան պետք է վերականգնի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Այսինքն դեռևս որևէ
լուրջ զարգացում գետնի վրա չկա եւ պետք է սպասել այս վերջի քննարկումների արդյունքներից եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը այս իմաստով նաեւ որոշակի կլինի եւ որոշիչ կարող է դառնալ։ Շատ լավ, դե կսպասենք այդ տեղեկություններին, հաջորդ շաբաթ մենք կքննարկենք եղած տեղեկությունները ձեզ հետ եւ ոչ միայն այդ հարցերը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։